Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի մեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական սրբան։ Այսօր սրբազանը խոսելու է Հիսուսի մահվան եւ թաղման մասին։ Ընթերցենք ավետարանական պատմությունը։ Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մորաքույրը Կղեոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը եւ այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ։ Այնուհետև Հիսուս, գիտենալով թե ահա ամեն ինչ կատարված է, որպիսի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Եվ այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թռչեցին եւ այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է», եւ գլուխը կախելով հոգին ավանդեց։ Իսկ քանի որ ուրբաթ էր, որպիսի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր, հրյա առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց։ Զինվորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես եւ մյուսինը, որ նրա հետ խաչ էր հանվել։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ։ Եվ ով այս բանը տեսավ, վկայեց, եւ նրա վկայությունը ճշմարիտ է, եւ նա գիտե, որ ճշմարիտ է ասում, որպիսի դուք էլ հավատաք։ Այս պատահեց, որպիսի կատարվի գրվածը, թե նրա ոսկորը չպիտի փշրվի, եւ դարձյալ մյուս գրվածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։ Այնուհետև Հովսեփը, որ Արիմաթեացի էր եւ Հիսուսի թաքուն աշակերտն էր, հրյաների վախի պատճառով Պիղատոսին աղաչեց, որ Հիսուսի մարմինը վերցնի, եւ Պիղատոսը հրաման տվեց։ Ուստի Հովսեփն ու Նիկոդեմոսը եկան եւ նրան վերցրին։ Սրբազան բոլոր աշակերտները փախել էին վախի պատճառով, իսկ Հովանեսը մնացել էր։ Ինչպես կարողացավ մնալ, ինչու նրան չբռնեցին։ Ավետարաններու պատմութենեն գիտենք, որ Հովանեսը քահանայապետի ասկականն էր։ Հետևաբար քահանայապետի տունին ասատմուտ կգործեր եւ Պետրոսն ալ ներս մտցնողը ինքն է։ Հետևաբար Հովանեսին ցեր չեն երկար էր։ Հարգավ հոնդը նաև Հովանեսի շատ երդասարդ լալնո մի տեսակ վահան էր իրեն համար։ Այսինքն ոչ քահանայապետները, ոչ ալ զինվորները Հովանեսի մեջ մի վտանգ չեն տեսած, որովհետև չէին արտոներ, որ խաչելության վայրին մոտենա ովևէ մարդ։ Միայն գիները կրնային հարազատներ մի որոշ տեղ։ Ուրեմն երբ որ հավանաբար տեսան, որ Հովանես առաքյալեն բադանի հետագավին վտանգ չկար, զինվորները թողուցին նույնիսկ, որ մոտենա Հովանես առաքյալը Քրիստոսի խաչելության մյուս կանանց հետ։ Մենք գիտենք նաև, որ Հովանեսը եւ Հիսուսը ասկական են նաև, այսինքն մի ասկականություն կա նաև Մարիամի եւ Հովանեսի միջև, որ անիկա իմանալի կդարձնե, թե ինչպես կարողացավ Հիսուս այդպես ընկերության մեջ մի գինը մի տղամարդու հանցնե։ Հետևաբար այդ ասկակցական գաբը թե Հիսուսին արտոնեց եւ թե Մարիամին, որ Հովանեսի հետ միասին ապրին այլևս նույն տան մեջ ապրին։ Սրբազան Հիսուս մորը Մարիամին հանձնում է աշակերտին։ Ինչպես հասկանալ Հիսուսի ով կին, ահա քո որդին խոսքերը։ Շատ կողդրիկ մի պահ է։ Հիսուս իր կյանքի ամենեն սավադանչ պահին դակավին իր անձը չի մտածեր, այլ կմտածե ուրիշները։ Հիշեցեք խաչին վրա իրեն նույնիսկ խաչանողներուն գսե որ ով այրները, որովհետև չեն գիտեր թե ինչ են անում այս մարդիկ։ Եվ հիմա կտեսնե իր լացող մայրը, կտեսնե անոր տարապանքը,
Քիչ հետո պիտի մեռնի եւ մոր համար որքան տարապալի է իր որդի իր զավակի մահը, բայց ոչ թե լուրը պիտի առնե Մարիամը իր որդին մահվան, այլ վկա է, եւ անջարը ոչ մի բան չի կրնար անել։ Ինքը ծնվեց, ինքը գերագրեց, իր մեզ հորվեցավ մարդկային լեզուն, թերևս ով սեպը կանուխ մերավ երկար ադեն մոր որդու միասին ապրեցին եւ այդ մեծ սերը որ գար Հիսուսի եւ Մարիամի միջեւ եւ ահա այդ ամենն ողբերգական բախը գաբրեր եւ Հիսուս հոնդե հարգավ թե կտեսներ իր մայրը տարապող եւ չեր ուզեր որ առանցին մնա եւ նաեւ աշակերտը կտեսներ հոնդե թե ան որքան կտարապի իր մեծ սիրով մի տեսակ Տեր Հիսուս կսե որ ով որ ինձի կսիրե իրար պետք է միանան պետք է իմ սերս ինձ հանդեպ եղած սերը ոչ միայն պետք է ինձի եւ անհատը պետք է միացնե այլ նաեւ ինձի սիրողները պետք է կազմեն մեծ ընտանիք իրարու կհանցնե Տեր Հիսուս մեզ մենք պատասխանատու ենք մյուս քրիստոնյաներից որովհետև ան որ Քրիստոսին կսիրե նաև իստված է սիրելու իր հավատացյալ եղբայրը եւ քույրը ուրեմն Տեր Հիսուս երբ որ կհանցնե Հովհաննեսին Մարիամը ասիկա մեծ նշանակություն ունի նաև մեր եւ փոքականներու Մարիամի հասկացության մեջ ավետարաններու մեջ մենք հաճախ կանտբինք Քրիստոսի եղբայրներու մասին օրինակ Հակոբոս Տիարը եղբայր որ Իսուսի նաև հետևորդներն մեկներ Երուսաղեմի եկեղեցի եպիսկոպոս դարձավ ապակային ուրեմն Քրիստոսի այդ եղբայրները մենք եկեղեցի լալով ավանդաբես գիտենք որ Մարիամի հարազատ զավակները չեն այլ ասկականներն են մոդիկ cousin-ներն են այդ մշակույթին մեջ այդ մոդիկ ասկականները քույր եղբայր կանվանեն եւ դակավին այդպիսի հասկացությունը կշարունակվի արևելքում Մարիամի միակ զավակն է Հիսուս Քրիստոսը ուրիշ զավակ չունեցավ Մարիամը իսկ փոքականները երբ որ գարտան դարացի երբով Հիսուսի եղբայրները եւ քույրերը գսան որ չէ Հիսուս Մարիամը Հիսուսեն հետո ուրիշ զավակներ ունեցավ հիմա հարցը սա է եթե Հիսուսը ուրիշ եղբայրներ ուներ հարազատ եղբայրներ ինչ իրավունքով իր մայրը պիտի հանցներ իր աշակերտին ոչ օրինավոր իրավունք ունենար ոչ փարոյական իրավունք ունենար ոչ ալ իր եղբայրները կթողեին որ իրենց մայրը մի աշակերտի հետ ապրի ոչ թե իրենց հետ ապրի հետևաբար ասիկա փաստն է որ Տեր Հիսուս միակ որդին էր Մարիամի եւ անոր համար Հովհաննեսին կհանցնե իսկ մի ուրիշ նուրբ կետ կահոս մենք կգարձենք որ Հիսուս Մարիամը կհանցնե Հովհաննեսին շիտակ է բայց նաև Հովհաննեսը կհանցնե Մարիամին այսինքն Մարիամը Հովհաննեսի կողմը պահպանվելու պետք չուներ կարիքն չուներ մյուս քրիստոնյաները դեր կգանքնեին բավական հարուստ ասկական շրջանակ ուներ Աստուծո խնամքը գար իր վրա Հովհաննեսին պես բադանիին հոգացության դակ լալու պետք չուներ նույնպես հոստը իրականության մեջ Հովհաննեսը կհանցնե Մարիամի քուրքուրանքին Հովհաննեսին գսա որ թունա սորվերիկ շատ բան ունես իմ մորում ես եւ հոստը այդ քեեցիկ պատկերը կա որ Քրիստոս իր եկեղեցին կհանցնե նաեւ իր մոր եւ իր մայրը կհանցնե եկեղեցին Մարիամը մեր հավատքի տեսակետին շատ կարևոր է մենք մեծ հարկանք ցույց կտանք Մարիամին
որովհետև Հիսուս հարգեց։ Իր այդ ցավերուն մեջ հիշեց իր մայրը։ Մենք չենք գնար մոռանալ հետևաբար։ Այնպես որ այս կետը իրապես փոխականության հետ առաքելական եկեղեցիներում մեծագույն տարբերություններն մեկն է։ Դուք չեք գնար փոխական ովևէ եկեղեցի մեջ, որ քարոզեն Մարիամի մասին։ Հա, Մարիամի մասին կխոսին, երբ որ արիտներ գլա, բայց երբեք չեն քարոզեր Մարիամի։ Իսկ մենք տոներ ունենք, չէ՞, տաղավար տոներ ունենք Մարիամի վերաբերյալ եւ մեծ հարկանք ունենք։ Չենք պաշտեր Մարիամին, բայց հարգում ենք եւ իր բարեխոսությունն ենք խնդրում եւ սուրբերու թակուհին լալով կընդունենք, որովհետեւ այն մարմինը, որ ամեն գիրակի գարնենք մենք Հիսուսին, մարմինը եւ արյունը, նաեւ Մարիամի արյունն է եւ մարմինն է, այդպես չէ։ Եվ Մարիամը մենք մի տեսակ խորհրդանիշ ապարգնունացնենք եկեղեցիի հետ։ Ոչ միայն Քրիստոսի մայրն է, նաեւ մեր մայրն է։ Հետևաբար շատ բան ունենք սորվերիկ իր լուր գեցվածքեն, իր մաքուր դիբարեն եւ թարերու ընթացքին իրապես դիբարգին եղած է։ Ինքը երկրորդ Եվան է։ Եվայի այդ հանցանքը, որ մեղքի մասին կխոսենք եւ գսենք, որ կնոջ միջոցով մտավ աշխարհը, ուրեմն Մարիամի միջոցով ալ դուրս եկել է։ Եվ այն մարգարեությունը, որ Աստված սավ Եվային եւ օծին, թուն անոր քարշաբարը բիդե հարցագիս, անակուկլուհուտ բույդե ջսմե, ահա այդ գինը Մարիամ եղավ, որ Սատանան ջսմեց աշխարհին դալով Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն այս քեյցիկ մի պատկերն է, որ Քրիստոսի հետևորդները Մարիամը պիտի ունենան իրենց սիրտին մեջ, իրենց կյանքին մեջ, իրենց եկեղեցիներուն մեջ, իրենց խորհրդածության մեջ, որովհետև պիտի ընդունեն անիկա որպես մայր եւ պիտի առնեն անիկա իրենց տունը։ Այս է նաեւ կբահանջի Քրիստոսի հետևորդ լինելու։ Սրբազան Հիսուս ծարավ էր եւ զինվորները քացախով թրջած սպունգ են մոտեցնում նրա շուրթերին։ Ինչու քացախ եւ ոչ թե ջուր։ Ուրեմն ոչ միայն քացախ, լեղախառն քացախ, ուրեմն անիկա հռոմեացիներու խաչյալին ցուցաբերվելիք ամենամեծ մարդասիրությունն էր, որովհետև անիկա թմրեցուց չէր։ Մի տեսակ թարն խոդերով խառնված քացախ, երբ որ գխմեին, մի տեսակ քինովություն, թմրություն կբերեր եւ այդ սավերը մի քիչ կիչանար։ Եվ անիկա երբեմն մի քանի անգամներ գուտային, խաչի վրայալ գուտային, ինչպես որ սպունգի մեջ կտաթխեին եւ իր փերնեն գտնեին, որովհետեւ իր ցավերը կոնե մի քիչ թեթևանա Հիսուսին ալմադուցին եւ Հիսուս փերան արավ եւ թքեց, ճուզեց անիկա արներ։ Ճուզեց թմրվել Հիսուս, որովհետեւ ինքը մինչեւ սմուրուր իր թարմության բաժակը գուզեր խմել։ Ինքը գիտեր, որ պետք է ոչ միայն իր մահով, նաև իր տարաբանքով եւ ցավով պիտի փրկե մարդկությունը։ Եվ ուզեց այդ մոմենտներն ապրել։ Եվ մերժեց այդ լեղախառն քացախը խմել եւ թմբրել։ Հարգավթե խաչի շատ դաժաների մի մահ էր, որովհետեւ մարդու մարմնի դոգնության համաձայն մի քանի օր գրնար տևել, նույնիսկ մեկ շաբաթ տևող խաչելություններ կար, որովհետև երբ որ քամերը կմտնեին, հետո արյան հոսքը կթատրեր եւ կսկսեր այդ թեթանոզի հիվանդությունը, այդ ժանկոդած մեխերեն սկսյալ փորփոքումը մարմինի մեջ մեծ ցավեր կունենային եւ զինվորներ կսպասեին եւ մարդ չեր գրնար մոտենալ, շուրջ չէին գրնար տալ ոչ մեկ մարդ։ Եվ նաև թրջուններ գուկային, ակրավներ, քիշագեր թրջուններ գուտեին մարդը, ողջ, աչքերը կփորեին։ Եվ մարդը հարգավթե գաղաչեր մեռնելու համար։ Այսպիսի թաժան մի մահամիջոց հնարած էր հռոմեական միտքը,
Այդ մեծ քաղաքագրթությունը նաև այդ թաժանությունը ստեղծած էր մարդ մերցնելու համար, հետևաբար այդ լեղախառն քացախը կթեթևցներ այդ խաչելության չարչարանքները մի քիչ քունի եւ երասանքի մատնելով մահաբարդը։ Սրբազան Հիսուսի արտաբերած վերջին խոսքն է. ամեն ինչ կատարված է։ Ինչն էր կատարված, միթե խաչելությունը դեռ սկիզբը չէր։ Չէ, երբ որ Հիսուս կսի ամենը կատարված է, իր առաքելությունը աշխարհի վրա կատարված էր։ Ինչ էր իր առաքելությունը, երկու բանի համար եկավ Հիսուս, որ ոչ մեկ մարդ չէր կրնար անիկա, միայն Աստծո որդին կրնարնել, մեղքը վերցնել եւ մահվան մտնել, որպես մահը հաղթե ինքը։ Եվ իր երկրային առաքելությունը ավարտվեցավ մահով, ինչպես որ մեր բոլորի երկրային առաքելությունը կավարտի մահով։ Այսինքն ինքը հասկացավ, որ մեռնելու եւ իր շունչը հանձնելու ժամանակը եկած է եւ գս ամեն ինչ կատարված է եւ ով հայր քու ցերքերիդ հանձնում է իմ հոգին գսե եւ վերջին շունչը կհանձնե։ Հոստե ամեն ինչ կատարված է Գեթսեմանեի աղոթքի պատասխանն է։ Տեր Հիսուսը ինչ կսեր, եթե կարելի այս բաժակը ինձ մե անցնի։ Բայց ոչ թե իմ կամքս, այլ քու կամքը թող լինի։ Ուրեմն Աստծո կամքն էր, որ Տեր Հիսուս մատնվի, չարչարվի, խաչվի եւ մեռնի, իր արյունը թափելով, իր ցավերով եւ վերքերով մարդկությունը փուժե։ Այդ կատարվեցավ։ Հարգավ կա ուրիշ խորհուրդ մեկնություններ, գիտեք, Աստված կստեղծեց Սուրբ Գիրքի 6 օրվա մեջ ամեն ինչի եւ 7-րդ օրը հանգիստ կնա։ Բայց 7-րդ օրը մի բան կպատահի, մարդուն մեղքը։ Եվ Աստված գրգին կսկսի աշխատել, որպես մարդուն մեղքը քավե։ Անուրամար մարգարեներ կուղարկե, մի ժողովուրդ կընտրե, Աբրահամը կընտրե, մարգարեներ եւ օրենքներ կտրվի եւ անուն կմարգարեանան Մեսիայի քալուստը եւ ի վերջո Մեսիան գուքա 30 տարի թաքնված կմնա 3 տարի կքարոզե կհրաշագործե աշակերտներ կհավաքը եւ ի վերջո կխաչվի եւ իր վերջին շունչը կուտա աշխարհի վրա ուրեմն կատարված է ուրեմն Աստված այդ այլևս 7-րդ օրը հանգիստեն ավեշդագ անհանգստութենեն մի տեսակ կփրկվի եւ կսկսի 8-րդ օրվան խորհուրդը Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Սրբազան ինչու մյուս խաչվածների սրունքները կոտրեցին, իսկ Հիսուսի կողը տեկով խոցեցին։ Ուրեմն մենք գիտենք հարգավ թե ուրբաթ օրը Տեր Հիսուս խաչվեցավ, գիտեք ուրբաթ երեկոյան ժամը 6-ին հետո շաբաթ օրվան խորհուրդը կսկսի հрьяաներուն համար, որ ոչ մեկ կորց չեն ուներ։ Եվ դոնի շրջանն է ուրեմն չէին ուզեր, որ թիագներ մնա մեջտեղ, որովհետև թիագը ըստ հրեական օրենքին բղձող մի երևույթ է։ Ուրեմն ով որ թիագին հպի բղձված կլտա։ Ուրեմն իրենք մի տեսակ կմտածեին, որ այդ տոնական օրվա մեջ Զադիկին 3 այդպես թիագներ մնա Երուսաղեմի մոտ, մի տեսակ իրենց տոնը բղձված պիտի լար, կուզեին վար իջեցնել և թաղվին, այդ խաչեության երևույթը չմնա։ Ուրեմն Տեր Հիսուս երբ որ մեռավ, իր շունչը տվավ, երկու ավազակներ տակավին ապրում էին։ Երբ որ խաչի վրա կամված մեկը մերցնել գուսեին շուտով, իր ոտքերը կկոտրեին և մարմինը չեր գրնար գրել ինքսինք և շնչահեղց կլար անցը։ Ուրեմն այդ ոտքերը կոտրել իրականության մեջ մի տեսակ այնպես կախվիլներ, որ շունչ չեր գրնար արնել անցը և կմահանար, փորձառությամբ գիտեին ասիկա։ Ուրեմն այդ երկու ավազակներուն այդ ըրին ոտքերը կոտրեցին և իրենք շնչամահ եղան,
Բայց երբ որ Հիսուսին եկավ մարդը, արդեն տեսավ որ մեռած է։ Հետևաբար ոտքերը կոտրելու պետք է չսկաց։ Եվ այսպես մի մարգարեություն իրականացավ, որ անոր ոսկորներն ոչ մեկը պիտի չկոտրվի, որպես անիկա պասեգի զոհը լա, այդ ոչխարը լա, որովհետև Մովսեսն ասաց էր, որ Աստված այդ պասեգի զոհը պիտի ուտեք բոլորովին, բայց ոչ մի ոսկորը պիտի չկոտրեք։ Ուրեմն այդ պատահեցավ, բայց հարգավ թե զինվորը պրոֆեսիոնալ է եւ չուզեր իր գործը այդպես արգազի թողել, փախտի թողել, ինքը պատասխանատու է իրավես, որովհետեւ սիրտը հանգիստն է, որ մեռած է, ոսկորները չգոտրեր, բայց իր դեկը գարնե, քեղարտը եւ իր գողը գխոթե, գողեն մինչեւ սիրտը կհասնի։ Եվ երբ որ կքաշե ճուր եւ արյուն կհավաքվի, բոլոր անոնք գիտեն, որ արյունը մի քիչ սպասցնեք, կամաց իրապես թերին եւ գարնիր մասերու կփաշնվի, չէ՞, սպասվող արյունը։ Ուրեմն անիկայացուց կդա, որ Հիսուս արդեն մեռած էր, երբ որ այդ ըրացեր, շատ ոնց մեռացեր, որ արյունը այդ բաժանումը ունեցած էր։ Եվ կամ գսեմ, որ այդ ճուրը նաև հավաքված ճուր ուներ իր թոքերուն տագը այդ մեծ ցավի պատճառով։ Հիմա այս թեփքը հարգավ թե Աստծո նախախնամությունն էր նաև, որովհետև հոնդեղ ճուր եւ արյուն դուրս կա այդ քրիստոնեության երկու մեծ խորհրդանիշները մգրտությունը եւ հաղորդությունը կխորհրդանիշը։ Սրբազան ավետարանիչը ասում է. «Զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ։ Ով այս բանը տեսավ, վկայեց եւ նրա վկայությունը ճշմարիտ է, եւ նա գիտե, որ ճշմարիտ է ասում, որպիսի դուք էլ հավատաք»։ Ինչպես հասկանալ այս խոսքերը։ Ուրեմն ավանդությունը մեզ գսե, որ երբ որ այդ զինվորը տեգը խոթեց, իր մեկ աչքը գույր էր։ Եվ այդ ինչ որ դուրս ելավ, գաթիլներ իր այդ գույր աչքին մեջ ինգավ եւ հետո տեսնելու սկսավ ինքը եւ հավատալու սկսավ Տեր Հիսուս Քրիստոսին եւ քրիստոնյա դարձավ, այսինքն Տեր Հիսուս Քրիստոս իր մահով փուժեց։ Հարկավ թե այդ պահուն նաեւ այլ բաներ պատահեցավ իրենց աչքին։ Օրը խավարեցավ կեսօրվա ընթացքին, երկրաշարժ պատահեցավ, փոթորիկ ելավ, ուրեմն անգե Աստված է, կարելի է որ այդ զինվորը նաև իմացած դինե Քրիստոսի հրաշքներու մասին։ Հետևաբար այդ բոլորը իմի հավաքվեցան եւ ի վերջո հարյուրապետը ասավ, որ այո, ասիկա սովորտին էր։ Այս բնական մի մահ չէր։ Քերբնական մի մարդու մահն էր ասիկա եւ այդ իրականացավ։ Ուրեմն Տեր Հիսուսի գողեն ելած այդ ճուրը եւ արյունը մեր մգրտությունը եւ հաղորդությունը կխորհրդանշե, բայց նաեւ խորհրդապես Սուրբեր դեսած են, որ Տեր Հիսուսի սիրտեն կապույտ եւ կարմիր ճարակայտներ դուրս կգա։ Կապույտ եւ կարմիր ճարակայտներ։ Ուրեմն անոնցում է մեկը իմաստությունը մյուսը կյանք կներկայացնի։ Այսինքն եւ անիկա մեզի կհասնի այդ ճարակայտները։ Երկուքը միասին իր սերն է։ Իր մեծ սերը ցույց կտա մեզ է, կյանք տվող իր սերը ցույց կտա։ Այնպես որ Տեր Հիսուսի սիրտեն դուրս ելած այդ նյութական հեղուկները խորհրդապես կխորհրդանշե թե Տեր Հիսուս ինչպես սիրեց մեզ։ Սրբազան ինչու է շեշտվում, որ Հիսուս դրվեց մի նոր գերեզմանում, որտեղ երբեք որևէ մեկը չէր դրվել։ Ուրեմն գերեզմանը մի տեսակ ուրիշ արքանտն է։ Այնպես որ ինչպես որ Մարիամը գույս ըլլալով խաղացավ Տեր Հիսուսը, մի տեսակ Աստծո նախախնամությամբ
Տեր Հիսուս դրվեցավ այնպիսի մի քերեզմանին մեջ, որ ուրիշ ոչ մեկ մարդ նախորոք դրված չլինի։ Ժայռափոր մի քերեզման էր։ Մենք ընդհանրապես ուղի մեջ գտանք, չէ՞։ Հրեաները այդպես չէր։ Ժայռափոր քերեզմանի մեջ կամ սենյակներու մեջ գտնեին եւ 7 տարի կմնար գմախքը հետո ոսկորներ կհավաքեին եւ իր նախնիներու ոսկորներուն հետ նույնտեղ գտնեին եւ հետո ուրիշ մեկը գրնային բարգեցնել այդ շերտավոր կամ թարագավորված քերեզմանին թամփարանին մեջ եւ այս սովորույթը գշարունակվի դակավին հրյաներու եւ այլ ասկերու մեջ ուրեմն Տեր Հիսուս այդ քերեզմանեն ծնունդ պիտարներ այդ արքանթեն ծնունդ պիտարներ հետևաբար գույս պիտելար այդ քերեզման ինչպես մեր եկեսու շարականները գսեն գույս քերեզման եւ Տեր Հիսուս հոնդը թրվեցավ եւ մեծ ժայռը քլորվեցավ եւ բադանքվեցավ ինքը հոն Տեր Հիսուս մահվան ծոցը մտավ մահացավ մեզի պես բայց մեզ մի տարբերություն ուներ ինքը մահը չեր գնար բռնել իրեն ինքը տարբեր նպատակով մտավ մահվան մենք առանց ուզելու կմտնենք մահվան իսկ Տեր Հիսուս խաբեց մահը ուզելով մտավ որպեսզի գործանե այդ այնպես որ այդ քերեզման շատ կարևոր է մենք քրիստոնյաներս համար որովհետև հոն մեր ամենամեծ սարսափը կվերածվի լույսի կգործանվի մարդու մեծակուն թշնամին է իրավես մահը թվափանության մեջ զերոն ինչ կնե այդ կնե մահը մեզի թիվը որքան ալ մեծ լա զերոյի եթե բազմապատկենք զերո կնե մարդն այդպես ուզածին չափ հարուստ լինի մահը գուկա զերոյի կվերածվի ուզածին չափ քիդուն լա 10 լեզու գիտնա մահը գուկա զերոյի կվերածվի 10 հատ զավակ ունենա մահը գուկա զերոյի կվերածվի այնպես որ մեր ամենամեծ թշնամին է մահը որովհետև մեր բոլոր արժեքները կգործանե եւ մեր ամենամեծ սարսափն է մեր ենթագիտակցության միշտ մենք իրականության մեջ այս քաղաքակրթությունը կհիմնենք եւ կուզենք թաղվել անոր մեջ մահվնե փախուստավա համար հերոստացույցի բոլոր հաղորդումները անոր համար են որպես մոռնանք մենք մահը եւ քերեզմանը մոռնանք որ այս աշխարհը մեր մահը սպասելու սենյակն է եւ երբ որ մեր գակը կա պիտի մտնենք այդ փոսաններս եւ չենք գիտեր ինչ պիտի լինի եւ մեր բոլոր վարժված բաները պիտի փոխվին պիտի գործանվին ուրեմն այդպիսի մի իրականությունն է եւ Տեր Հիսուս հոնդե գուզե կմտներ գամավոր կերպով ինչպես լույսը կմտնե խավարի մեջ հետևաբար հոնդե մենք Տեր Հիսուս Քրիստոսի խորակ գիտությունը կտեսնենք մահը հաղթելու մի միջոց այսինքն կան այդպիսի օրինակներ մի հետաքրքրական օրինակ ինչպես զորունակ էսկիմոները այդ փևերներու ապրող ժողովուրդը արջերը կամ քայլերը որսում են ուրեմն ցգան մի ոսկոր կա շատ սուր ածերի նման նորմալ սենյակի դակության մեջ այդպես է բայց երբ որ սրտի քնթիգի կվերածվի անիկա ուրեմն անիկա կարնեն յուղի արյունի կթաթխեն հետո ցյան վրա կնետան ցյունի վրա անիկա կգծկվի եւ քնթիգի կվերածվի ուրեմն անոթի արջը կամ քայլը գուկա գհոդոդե քեյցիկ մի գդոր է իրեն համար գուլգուդա եւ որ գուլգուդա ստամոքսին մեջ անիկա գդականա կփածվի գրքին այդ ածերի ցևը գարնե եւ ստամոքսը կծակի խեժանասունին եւ կմերնե արյան հոսութենը ուրեմն
Այս շատ գեղեցիկ մի օրինակ է Տեր Հիսուսի մահը եւ քերեզման դրվելը։ Ուրեմն մահը շատ աջաբարեց Քրիստոսի կուլտավը։ Սատանան մեծապես ուրախացավ, որ այսքան հեշտ եղավ։ Իրապես քահանայապետներն անգամ զարմացան, այսքան հեշտ եղավ։ Կուզեի մի քանի հրաշքներ ունե, կախարդություն ունե Հիսուս, պատրաստ էին անոր։ Բայց այսքան հեշտ եղավ։ Այո, շատ հեշտ գլեց մահը, բայց իր ստամոքսը ծագեց։ Հետևաբար հոնդե Տեր Հիսուս, երբ որ մահվան մտավ, դժոխքի չափս է ավետարանը։ Եվ հոնդե քարոզեց, հոնդե թուրները փարադեց, եւ բոլոր արդարները արավ եւ թրախտ տարավ։ Ինչպես որ Խաչյալին իր քովը աչակոմը ըսավ, թուն այսօր ինձ է թրախտում պիտի լինիս։ Այնպես որ Տեր Հիսուս Քրիստոսը մահը մեր մահից տարբեր է, իր քերեզմանն ալ մեր քերեզմաններից տարբեր է։ Իր քերեզմանը աշխարհի միակ քերեզմանն է, որ թադարկ է։ Սրբազան Հիսուսի թաղումը, նրա գերեզման դրվելը մեր հավատքի տեսանկյունից ինչ նշանակություն ունի։ Ուրեմն մեր փրկությունը Տեր Հիսուսի հետ միանալով կպատահի։ Հետևաբար այդ միության առաջին կետն ալ մեր մգրտությունն է։ Մգրտության խորհուրդն այն է, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի հետ կմեռնենք, ջուրի մեջ թաղվելով եւ ջուրեն ելնելով Տեր Հիսուսի հետ միասին հարություն կառնենք։ Հետևաբար մեր բոլոր մգրտության ավազանները իրականության մեջ խորհրդանշաբար Քրիստոսի լույս քերեզմանն է։ Այսինքն մենք մգրտությամբ Քրիստոսի քերեզմանին կմտնենք եւ Քրիստոսի քերեզմանը դուրս կելնենք։ Այդ քերեզմանն է, որ մեզ նոր մարդ կդարձնի։ Այդ քերեզմանի խորհուրդն է, որ մեզի նոր աթամ կդարձնի, աթամական անեծքեն եւ մեղքեն կփրկե։ Ուրեմն Քրիստոսի քերեզմանը մեր քրիստոնեացման վայրն է։ Եվ նաեւ քրիստոնեության ամենեն մեծ սրբավայրն է։ Այդ բարապ քերեզմանը հիմա իր վրա մեծ տաճար կառուցված է, մեծագույն ուխտակունացության տեղն է։ Եվ երբ որ մենք հայերս երթանք այդ քերեզմանին ուխտը եւ ներս մտնենք եւ համբուրենք Քրիստոսի մարմինը թրված այդ քերեզմանակարը, մենք ուխտավոր կդառնանք, մահ տեսի կդառնանք, այսինքն մահը տեսած կլինենք մենք, բայց ինչպես պարտված եւ հաղթված բարապ քերեզմանը կտեսնենք մենք եւ հոնդը մեծ հույս կներշնչվի մեզ, որովհետեւ այդ քերեզմանը մենք ծնվել ենք բոլոր քրիստոնյաներս մգրտությամբ։ Այնպես որ Քրիստոսի քերեզմանը հարգավ թե մեզ համար մեծ նշանակություն ունի, որովհետև անիկա խորապես օղակված է Քրիստոսի խաչելության եւ հարության։ Ուրեմն մի տեսակ այն օղակն է, միջին օղակն է եւ կամ այն արքանն է, որ նոր մարդկության ծնունդ կդրվի հոնդեղից։ Այնպես որ ոչ միայն Քրիստոսը հարություն գարնա հոնդեղեն, մենք բոլորս հարություն գարնենք։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի թաղման արարողությունները հատուկ տեղ կգրավե ավակ շաբթվան խորհրդին մեջ եւ մենք կզարդարենք մեր խորհրդական խորհրդանշաբար մեր քերեզմանները ծաղիկներով, մեր ծաղիկները կբերենք, հետո այդ ծաղիկները գարնենք, մեր տուները կտանենք, անիկա մեր հույսն է հարգավտեն, որովհետև այլևս քերեզմանը բարդված է եւ քերեզմանը բարեկամ դարձած է։ Այլևս անիկա փոստ չէ մեզ համար, այլ թունել է։ Մենք երբ որ մտնենք լույսը կտեսնենք անոր վերջին։ Պիտի մտնենք եւ պիտի ելնենք հոնդեղեն, որովհետեւ Տեր Հիսուս բացավ այդ թունելը մեզ համար իր մահվամբ եւ իր հարությամբ։ Իրեն հավատալով այլևս քերեզմանները, նաեւ մեր անձնական քերեզմանները բարեկամներ կդառնան մեզ։ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր հաղորդումներին ամեն 3 շաբթի։ Բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Մինչ հաջորդ հանդիպում։